Հիմնանորոգում, երկու բառից է բաղկացած, հիմնովին նորոգել, կապիտալնի ռեմոնտ, ռուսերենով, անգլերեն անցենք, fundamental renovation or repair, ձեզ մի քիչ խորտ պիտի թվա նախաբանը, այս ինչպես սկսեցինք, կամ ինչի մասին ենք մենք խոսում, ավտոմեքենայից, ովքեր որ գաղափար ունեն, կառուցվածքից, ինչպես է աշխատում, և մեր մեջ նաև մասնագետներ ունենք, որ հենց այդ մասնագիտությամբ էլ աշխատում են, նրանք շատ լավ գիտեն այս մասին, որ մեքենան որոշակի թվով կամ հազար, մի քանի հազար շահագործվելուց, գործածվելուց հետո պետքություն ունի անպայմանորեն թունափի, ինչ է նշանակում թունափ, հիմնանորոգություն, մեքենան որպեսի նորից և ամբողջ ուժով աշխատի, միգուցե որոշ մաշված մասեր պիտի փոխարինվեն, օրինակ, օդի զտիչը, air filter-ը, վառելիքի զտիչը, fuel filter, թթվասնի սենսորը, oxygen sensor, կայծային մոմերի լարերը, spark plug wires, էլ առաջ չեն գնում, այսքանը կարծում եմ բավարար է, որպեսզի մենք հասկանանք սկզբունքը, վերանորոգվում է այդ կերպով մեքենայի հզորությունը, կառավարումը և քշելու համար ավելի ապահով է դառնում, երկրավոր օրինակներով նաև քննենք հոգևորը, այդ նույն սկզբունքով գնանք, մեզանից ամեն մեկը պետք ունի մեր հավատքի կյանքի թունափի, հիմնանորոգության, որոշակի ժամանակ առ ժամանակ մենք դրան պիտի անդրադառնանք, որ մեր հավատքի կյանքը կարգի դնենք, միգուցե շատ բաներ նորից պիտի սկսենք, բայց սկզբունքը մեկն է, միայն բարելավում, լորվա բարբարով ասած դբա լավ է, այդ սկզբունքով, մարդիկ մշտապես իրենց առջև առաջադրանքներ են դնում, ներկայիս ամենատարածվածը որն է, նիհարել, անշուշտ եթե ավելորդ կիլոգրամներ քաշ ունեն և դա իրենց առողջությանը վնաս է տալիս, շատ լավ բան է, նիհարել, օգնել մարմնին իր գործունեությունը շատ ավելի լավ լինելու համար, առողջ ապրելու համար, ոմանք խոստումներ են տալիս, որ ծխելը պիտի թողնեն, մինչև հաջորդ ծխելը անշուշտ, խմելը, սա էլ մի չարիք է, որ ոմանք ուղղակի տառապում են, հարբեցող մեկը կործանված վիճակի մեջ է, կազինոներում գնալ և մսխել, խաղալով պարտվել, իրենց ունեցածը տունն են պարտվում, ամեն բան, սա էլ մի ուրիշ չարիք է և սատանան մարդկանց այս բաների մեջ դրել է, նաև ուրիշ խոստումներ կա, մարդիկ իրենց առջև դնում են, օրինակ գեղեցկանալ, բայց եկեք քննենք տեսնենք, Աստված մարդուն ինչպես ստեղծել է, այդպես չի, եթե նպատակը գեղեցկանալն է, դա նշանակում է ինչ-որ պիտի լինի արհեստական կերպերով և միջոցներով պիտի լինի, կամ առաջադրանք է դրել մարդը իր առջև իր հասակով աճել, բոյով, այդ մեկը ասում ենք հաստատ չի լինելու, որովհետև Տեր Հիսուս Մատթեոս 6:27-ում ասում է, հասակիդ վրա կանգուն չես կարող ավելացնել, ուրեմն այս առաջադրանքները մարդիկ իրենց առջև դնում են, ինչու՞ չէ նաև հավատացյալներն էլ այդ նիհարելը, վատ չէ, բայց մեզ համար առաջնային առաջադրանքը մեզ համար որը պիտի լինի, հոգևոր վերանորոգություն, spiritual transformation, դրական բարեփոխումներ մեր հավատքի կյանքի մեջ,
Մենք շատ լավ գիտենք Աստծո խոսքից, որ մեր ադամական բնության մեջ բնակվում է մեղքը, որի հետևանքով մենք մեղքեր ենք գործում եւ Աստված ուզում է Սուրբ Հոգիով մեզ օգնել, որ կարողանանք հին բնության վրա առավելություն ստեղծել։ Հոգիով շարժվենք եւ մարմնի գործերը չանենք։ Սակայն գիտենք, որ աշխարհի մեջ ապրելով հավատացյալը հաճախակի ընկնում է, թուլանում է, տեղի է տալիս մեղավոր բնությանը։ Ոմանք սիրում են ասել, որ փոշոտվում ենք, շատ մեղմ է ասած, կեղտոտվում ենք, չէ՞։ Այդ մեղքերը այդպես են դարձնում մեզ, տարատեսակ մեղքերով։ Ուրեմն հենց սկզբից այս կետից սկսենք։ Ինչ անենք, որ այս վիճակը շտկենք։ Տիրոջ առջև ծնկի գանք խոստովանությամբ։ Այստեղ միգուցե հարմար չի այդ բանը անելու, բայց տանը ամենահարմար տեղն է, քո անկյունումդ, ծնկի ես գալիս Տիրոջ առջև, պատշաճ է դա, բայց ոչ միայն ֆիզիկապես ծնկի գալ, շատ ավելի կարևոր է, որ մեր սրտերը Տիրոջ առջև խոնարհեն։ Այլապես, եթե ծնկի պիտի գանք, բայց մեր սիրտը խոնարհ չէ, մենք մեզ ենք խաբում։ Միգուցե ոմանք ասեն առաջի անգամ, երբ որ ապաշխարեցինք, հենց այդպես էլ արեցինք, խոնարհեցինք, Տիրոջը ընդունեցինք։ Բայց ժամանակի ընթացքում եւ հանգամանքների բերումով հին բնությունը գլուխ է բարձրացնում։ Եվ դրա մեջ ամենավտանգավորը որն է, ասեք, հպարտությունը։ Հակոբոս առաքյալը 4 գլուխ 6 համարում եւ Պետրոս առաքյալը իր առաջին նամակի 5-րդ գլուխ 5 համարում գրեթե նույն բանն են ասում։ Աստված ամբարտավաններին, այսինքն հպարտներին հակառակ կկենա, բայց խոնարհներին humble շնորհք կտա։ Եվ հաճախ այս գրությունը հասցեագրվում է անհավատ մարդկանց։ Այո, իրենք այդ վիճակ ունեն, պետքություն ունեն ապաշխարելու, Տեր Հիսուսի առջև խոնարհելու, որպեսզի փրկություն գտնեն։ Բայց հավատացյալը եւս կարող է հպարտանալ անգամ աննկատ։ Հայտնի աստվածաբան Dwight Moody, ովքեր են լսել, շատ հայտնի աստվածաբան է։ Dispensational, այսինքն դարաշրջանային սկզբունքների վերաբերյալ բավական մեծ աշխատություններ ունի, այն ինչ որ Սուրբ գրքի մեջ գրված է, կանոնավորելով այդ ամենը։ Մենք քանի դարաշրջաններ գիտենք, 7 դարաշրջան։ Անգիր գիտենք դա։ Պետք է որ իմանանք։ Առաջինը որն է։ Անմեղության շրջան կամ եդեմական շրջան, երկրորդը խղճի դարաշրջան պիտի կոչենք, եւ երրորդը մարդկային կառավարման կամ բաբելոնյան դարաշրջան, եւ չորրորդը դա խոստումի կամ նահապետական շրջանն է, 5-րդը օրենքի, 6-րդը շնորհքի, որի մեջ մենք գտնվում ենք, եւ 7-րդը դեռևս պիտի գա հազարամյա թագավորության դարաշրջանն է։ Եվ ուրեմն Dwight Moody-ն իրեն շրջապատող մարդկանց վկայությամբ, որ աղոթք էր անում, ասում են մշտապես նաև աղոթքի մեջ կցում էր հետևյալը. ով Տեր Աստված, ինձ խոնար պահիր, բայց թույլ մի տուր, որ ես այդ մասին իմանամ։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինչու՞, որ եթե իմանա, հանկարծ մեկը գա ասի, ինչ խոնար անձնավորություն ես դու, կամ քո ընթացքդ ինչ խոնար է։ Վտանգ կա, որ սատանան այդ խոսքը գործածելով ահավասիկ մարդիկ իր վերաբերյալ ինչ կարծիք ունեն, իր սրտի մեջ շատ կամաց ձևով հպարտության սերմը կարող է աճեցնել եւ այն աննկատ կարող է մեծանալ եւ ծառ դառնալ, որտեւ
հպարտացած վիճակով դու չես կարող սիրել։ Հպարտ մեկը ուրիշի համար աղոթք չի անի, որովհետև ինքը բոլորին վերևից է նայում։ Այդպես է հպարտությունը։ Մենք չասենք, որ Քրիստոսի արյունով մենք փրկված ենք, Տերը մեր փրկիչն է, սա ամենագերագույն եւ հրաշալի բանն է, բայց նաեւ ուշադիր լինենք մեր հին բնության այդ ամենազազրելի բանը, հպարտությունը մեջտեղ չկա։ Դրա համար Տերը ասում է. մեկս մեկ ձեր անձերից առավել համարեք, առավել սեպեք։ Այսինքն լինենք անձնուրաց, selfless անգլերենով ասած։ Սուրբ գրքի էջերում կարդում ենք եւ ծանոթանում ենք, որ ադամական բնություն ունեցող մարդկանցից ամենախոնար մեկը որն էր, Մովսես մարգարեն։ Ամենահամբլ մեկը, թվոց 12-րդ գլուխ եւ 3-րդ համար, Numbers։ Սակայն խոնարհության չափանիշը էտալոնը, այսինքն մի բարձություն, որը մեկը չի կարող հասնի, դա Տեր Հիսուսի խոնարհությունն էր եւ ձգտումը պիտի ունենանք մշտապես։ Եկեք կարդանք Փիլիպեցիների նամակ 2-րդ գլուխ 3-րդ համարից, թե մեր Տիրոջ համար ինչ է վկայված։ Նախ, բանը գրգռությունով կամ սնապարտությունով մի արեք։ Սնապարտություն, սնոտի տեղը պարծենալ։ Հապա խոնարհությունով մեկս մեկ ձեր անձերից լավ սեպեցեք։ Միայն ձեր անձերի շահը մի փնտրեք, հապա ամեն մեկը իր ընկերոջինն է։ Ձեզ մե ամեն մեկը նույն միտքը թող ունենա, սա մեզ է վերաբերում։ Ունեցեք այս միտքը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծո կերպարանք ունենալով ոչ միայն արտաքինին է վերաբերում սա, այլ նաև ներքին էությանը, որովհետև Հիսուսի մեջ էր բնակվում Աստվածության ամբողջ լեցունությունը։ Հափշտակություն չսեպեց Աստծուն հավասար լինել, հապա անձը ունայնացրեց, ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով, մարդու կերպարանքով, իր աշակերտների ոտքերը լվաց, ինք իրեն խոնարհեցրեց, միջև իսկ մեռնելու հոժարեցավ, այն էլ խաչի մահվամբ։ Մեկին խաչեն, այդ անձի համար խայտառակություն էր, ամոթ էր, որովհետև մարդասպաններին, գողերին, ավազակներին են խաչում։ Հիսուս հոժար եղավ մեզ համար խաչվելու։ Սրա համար Աստված նրան խիստ բարձրացրեց եւ նրան մի անուն տվեց, որ ամեն անունից վեր է։ Ինչ է այդ անունը։ Տեր տերած եւ թագավոր թագավորած, որպեսզի Հիսուսի անվանը ծնրադրեն եկնավորները, երկրավորները ու սանդարամետականները, բոլորը պիտի ծունկ ծռեն նրա առջև։ Ամեն լեզու դավանի, թե Հիսուս Տեր է հոր Աստծո փառքի համար։ Ուրեմն Տեր Հիսուսի օրինակը կատարելության օրինակն է, perfection։ Իսկ մենք ինչպես այդ ճանապարհով գնանք, որպեսզի խոնարհ լինենք եւ մեր Տիրոջը նմանվենք։ Սուրբ գրություններում տրված է այդ գործիքակազմը։ Եթե միայն վերցնենք Հակոբոսի գրությունները, 5 գլուխ է, ամբողջ իր գրած նամակը, եւ ամբողջությամբ այս նամակը գործնական է, application to everyday life, ամենօրյա կյանքի համար։ Այլ խոսքով հավատքի գործնական ընթացք։ Հակոբոս առաքյալը հաստատում է փրկությունը հավատքով է, որովհետև Աբրահամ հավատքի հայրը ինչպես արդարացավ, հավատքով։ Նաև գործնական սկզբունքն է բերում հավատքի գործնական ընթացքը, այսինքն հավատացյալի գործերը պիտի ապացուցեն իր փրկված լինելը։ Եկեք կարդանք Հակոբոս 4 գլուխ 6-ից 8 համարները։
Այն պիտի ծառայի մեր այսօրվա բնաբանին։ Աստված ամբարտավաններին հակառակը կենա, բայց խոնարհներին շնորհ կտա։ Ուստի հնազանդեցեք Աստծո, սատանային հակառակ կեցեք, եւ նա ձեզանից պիտի փախչի։ Աստծուն մոտեցեք, եւ նա ձեզ պիտի մոտենա։ Տեսնում եք, ինչ պատվիրաններ կա տրված, միաժամանակ մի քանիսը եւ հերթով գնանք։ One at a time։ Ամեն մեկը իր ժամանակին։ Առաջինը ինչ նշվեց, ամբարտավաններ, հպարտություն, pride, gorgeous, իպերաֆանիա հունարենով, որ նշանակում է ուրիշին վերևից նայել, սրտի հպարտություն։ Հպարտությունը ամեն ավերմունքի պատճառն է։ Տիեզերքում առաջի մեղքն է։ Մեծ հրեշտակապետը ինչպես ընկավ, որ սատանա դարձավ, իր հպարտության պատճառով, որտեղ իր սրտի մեջ խորեց, որ իր աթոռը Աստծո աթոռին հավասար դնի եւ պաշտվի, եւ որ Աստված մարդու սրտերը եւ երիկամունքներն է քննում, քննեց, տեսավ, վայր նետեց նրան եւ դարձավ սատանա մարդկության թշնամին, վտարվեց երկնքից։ Ընդհանրապես ընդունված է ասել, որ առաջին մեղքը որն էր, աննազանդությունը երկրի վրա, աննազանդությունը, որի հեղինակը եղավ Եվան, ապա Ադամը իրենց ուրեմն հերթականությամբ պիտի ասենք, առաջ Եվան, հետո Ադամը։ Բայց տիեզերքում առաջին մեղքը հանդիսանում է հպարտությունը։ Եվ հպարտության աճեցնող ով է, հպարտության հեղինակը ինքը, սատանան։ Հպարտացնել միջև իսկ Աստված զգալու աստիճան։ Հանդիպացեք մարդկանց, որ ուրիշ մեկին չեն տեսնում։ Իրենք են որ կան, իրենցից այն կողմ որը մեկը չկա։ Իրենք ամենագետ են, ամենակարող են, ամենաբարձրն են, ամենաեն։ Այդպիսիները շատ շուտ են ընկնում։ Ժամանակ կանցնի կտեսնեք, որովհետև հպարտությունը Աստծո առջև պղծություն է։ Այդ հպարտությունը մարդու անձը դարձնում է Աստված, ինքը իր Աստվածն է։ Առակաց գրքից կարդանք Proverbs, Առակաց 16-րդ գլխի 18 եւ 19։ Կոտորածի առջևից հպարտությունը եւ կործանման առջևից ամբարտավանության ոգին կերտա։ Եվ մեզ է Տերը դիմում ասելով, խոնարհների հետ խոնար ըլլալը հպարտների հետ ավար բաժանելուց աղեկ է, խոնարհների հետ խոնար լինել։ Լինել խոնար նշանակում է գիտակցաբար անվերապահորեն ընդունել Աստծո գերակայությունը, His eminence, մեր վրա Աստված գերակա է։ Այլ կերպով ներկայացնենք, ուրիշ բնորոշում տանք, 100% կախվածության մեջ լինել Աստծուց։ Be 100% dependent from God։ Ամենահրաշալի բանն է սա։ Երբ որ քո ուժերիդ վրա, կարողություններիդ վրա որևէ հույս դու չես դրել, ամբողջությամբ դու կախվածության մեջ ես Աստծուց։ Սա է իրական ապահովությունը։ Սա է նշանակում Քրիստոսի արյան տակ ծածկված լինել։ Եթե հպարտությունը առաջի մեղքն է, ամբողջ տիեզերքում ասեցինք, ապա խոնարհությունը առաջի առաքինությունն է, virtue, կամ ասենք հունարեն արեթի, խոնարհել, իջնել է նշանակում։ Թերևս հարցում լինի, բա առաջի առաքինությունը արդյոք սերը չէ։ Ինչ եք կարծում։
Եթե խոնար չլնես, չես կարող սիրել։ Հպարտ մարդը անձնասեր է, selfish, անձնակենտրոն է, self-centered եւ փառավորվում է իր սրտի մեջ։ Տեր Հիսուսի կյանքն ենք կարդում ավետարանների մեջ։ Իր խոսքը, գործը, վարմունքը կատարյալ խոնարհության մեջ, արդեն ծառայի կերպարանքով հայտնվել է, գոմում ծնվել է եւ իր ընթացքը, եւ ովքեր են իր աշակերտները, որ ընտրեց, երկրի իշխաններից չընտրեց, քահանայական կարգից չընտրեց, դպիրներից ու փարիսեցիներից, հասարակ մարդիկ, սրտով խոնար, ասում է իր անձը խոնարեցրեց, միջև իսկ մահվան հոժարեցավ, այն էլ խաչի մահվան։ Եվ Հիսուս ասաց հետևյալը. ինձնից սորվեցեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար։ Տերը թող մեր անձերը խոնարեցնի եւ դին նման մենք էլ ասենք եւ թույլ չտա, որ իմանանք, որ մենք խոնար ենք, որ սատանայի համար գործնեության դաշտ չբացվի, հանկարծ այդ փոքր այդ մի հատիկը, որ ընկավ, հպարտության սկսի աճել։ Խոնարհությունը բարձրանալու նախապայմանն է։ Աշխարհի մեջ էսի ասես, կասենետին ծիծաղելի բան ես ասում։ Խոնար մարդիկ աշխարհի մեջ ընդունված չեն։ Ովքեր են ընդունված։ Հանդուգն մարդիկ։ Այս բառը հայերեն չէ, բայց պիտի գործածենք բոլորդ հասկանաք։ Զորբաները։ Չէ՞։ Ասում են, գիտես ինչ մարդ է, ինչեր կարող է անել։ Աշխարհի մեջ հպարտությունը ընդունված է եւ մրցակցություն է գնում, թե ով ումից հպարտ պիտի լինի ավելի։ Կարդանք Հակոբոսի հենց 4 գլխի 10 համարը։ Տիրոջ առջև խոնարեցեք եւ նա ձեզ պիտի բարձրացնի։ Ով որ բարձրանա, պիտի խոնարի, բայց ովքեր որ խոնար են, Աստված նրանց պիտի բարձրացնի։ Հարցում. ինչ կապ ունի խոնարհությունը հավատքի հետ։ Ուղիղ հարաբերական կապ։ Պիտի Աստծո առջև խոնարհվենք, որ հավատանք, կամ հավատալու համար խոնարհվել է պետք։ Աստված խոնարհներին շնորհք է տալիս, ինչ շնորհք։ Հա? Ֆուտբոլ խաղալու, համադամ կերակուրներ պատրաստելու, ձերի փրկություն, grace, շնորհքով փրկված եք, եւ դա ինչպես է տեղի ունենում։ Հավատքի միջոցով, ովքեր որ հավատում են, այդ շնորհքը իրենց է հասնում եւ ընդունում են փրկությունը։ Ոչ միայն դա, շնորհքը Աստվածային ունի մեծ ճոխություն։ Աստվածային շնորհներով Աստված հավատացյալին զարդարում է ապրելու եւ ծառայելու Աստծո փառքի համար։ Եվ բնաբանի մեջ հաջորդը, որն էր սատանային հակառակ կեցեք եւ նա ձեզանից պիտի փախչի։ Ինչպես հակառակ կենանք։ Օրինակ գնանք մի սենյակի մեջ, որ ոչ մի պատոհան չունի եւ դուրն է լավ փակենք ու այնտեղ նստենք։ Տեսնենք սատանան ինչ պիտի անի, հա։ Սատանան իր խորհուրդներով ամեն ուրեք է, ինչպես սատանային հակառակ կենանք։ Ասենք, սատանա, մենք քեզ հակառակ ենք կենում։ Այդ ասելով բան չի փոխվի, բայց Տերը տալիս է միջոցը, ինչպես սատանային հակառակ կենանք։ Աստծուն հնազանդեցեք եւ սատանային հակառակ պիտի կենաք։ Submit to God, հնազանդվենք Աստծուն եւ սատանան պիտի թողնի եւ փախչի։ Ինչպես որ զինվորական ծառայության գնացած այդ զինվորները իրենց վերադասին, ասենք սպայական կազմի հրամանները պիտի կատարեն։ Եթե չկատարեն, նրանց այդ միջոցում պիտի տուգանեն կամ ասենք տարբեր տեսակի պատիժներ կարող են նրանց հասնել։
Այդ նույն կերպով հավատացյալը Աստծո հրամանները պիտի կատարի։ Եվ մենք շատ հաճախ զանց ենք անում։ Աստվածաշունչ Մատթյանը իր մեջ աստվածային բազմաթիվ եւ բազմապիսի հրանգներ ու հրամաններ ունի գրված, որպիսի մենք դրանք ճանաչենք, որպիսի մենք դրանք հասկանանք եւ ինչ անենք, գործադրության մեջ դնենք։ Նպատակը ո՞րն է։ Աստված տալիս է այս հրանգները։ Մենք արդեն փրկվեցինք, Հիսուսի արյունով փրկված ենք, նա մեր կյանքի Տերն է եւ Փրկիչն է։ Նպատակը մեր կյանքի փոփոխությունը, մեր անձը պիտի հղկվի, նոր քարակտեր, նոր բնավորություն պիտի ձևավորի մեր մեջ, նոր մարդու բնավորությունը, աստվածային առաքինություններով լեցուն։ Պատկերացրենք հետևյալ օրինակը, ծնողի համար իր անհնազանդ զավակը։ Մանավանդ շատ ցավալի է, երբ որ դպրոցական տարիքից է դա սկսում, դպրոցական տարիքից։ Ինչ վտանգներ կան այդ երիտասարդի համար։ Նա դառնում է ինքնագլուխ, այսինքն այլևս ինքը իր ծնողների խորհուրդների պետքությունը չունի, որովհետև ինքը ամեն ինչ գիտի, ծնողները հին մտածողություն ունեն, իրեն ինչ պիտի օգնեն։ Եվ այս ընթացքը գնում է ծնողի համար մեծ տրտմություն է եւ այդպիսիները ծնողի պաշտպանությունից դուրս են մնում։ Եվ ինչ կա այդտեղ մեծ վտանգ։ Ամեն քայլափոխի վտանգ կա, որ նա պիտի վնասվի անպայմանորեն։ Նույնն է պարագան նաեւ Աստծուն աննազանդ եղողների համար։ Աննազանդության պատճառով հավատացյալը Աստծո պաշտպանությունից դուրս է մնում եւ դառնում է սատանայի հարձակման ուղղակի թիրախը, prime target։ Եվ Աստված թույլ է տալիս, որպիսի մենք դրա հետևանքը կրենք, այդ անպաշտպան վիճակի վնասը կրենք եւ լացով ու աղերսանքով Աստծուն գնանք, ներողություն խնդրենք, ի վերջո բարի գործակից պիտի դառնա, բայց հնարավոր էր խույս տալ այդ ամեն բաներից, եթե Աստծո հրահանգների տակ գտնվենք, նրա պաշտպանության տակից դուրս չգայինք։ Սատանային հակառակ կենալու լավագույն միջոցը։ Աստված նաև սա է մեզ համար պատրաստել, այն կոչվում է աստվածային սպառազինություն։ Եկեք կարդանք, ծանոթեք, մենք սերտողության դասերին բազմիցս այս մասին խոսել ենք, երբ որ Եփեսացիների թուղթը սերտում ենք, եկեք կարդանք Եփեսացիս 6-րդ գլուխ 10 համարից։ Սրանից հետո եղբայրներս զորացեք Տիրոջով եւ անոր զորության կարողությունով։ Ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող ըլլաք սատանայի հնարքներին դեմ դնել, բնագրում ասվում է սատանայի կամքին։ Վասնզի մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չէ, բայց դու ասում ես ինձ հետ պատերազմողները մարդիկ են, այդ մարդկանց ով է ուղղորդում? Սատանան։ Հապա իշխանությունների, պետությունների հետ եւ այս խավար աշխարհի իշխանների հետ, որ պետություններն են, սրանք Ավստրիան, հա? Որը Սատանան առաջի եւ երկրորդ երկինքներում իր թագավորությունն է հաստատել, մեծ իշխանություն է հաստատել, այ դրա դեմ է մեր պատերազմը, երկնավորների մեջ եղող չար ոգիների հետ, սրա համար ձեր վրա առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող ըլլաք չարության օրը դեմ դնել, ու ամեն բան լեցնելուց հետո հաստատուն կանգնել, ուստի ձեր տեղը կանգնեք, ամուր, որտեղ է մեր տեղը, հա, մեր տան հյուրասենյակը, բա որտեղ, Քրիստոսի մեջ է, մեջքերնիդ ճշմարտությամբ ամրացնելով, հաստատուն մնալու համար
մեջքի ամրությունը շատ կարևոր է։ Եվ սա ինչ ճշմարտություն է, որ մենք ճանաչեցինք Հիսուսին, նա է ճշմարտությունը իրական։ Արդարության զրահ հագնելով, ինչ է սա նշանակում, մենք Քրիստոսի արդարությունը ստացանք հավատքով ու ոտքերդ ամրացրեք խաղաղության ավետանի պատրաստությունը, Աստծու հետ հաշտություն ունեցանք եւ այդ հաշտության պատգամը պիտի տանենք ուրիշներին, որ նրանք էլ, որ Աստծու առջև թշնամի են համարվում, նրանք էլ Աստծու հետ հաշտվեն, որովհետեւ այդ հաշտեցնողը Տեր Հիսուս Քրիստոսն է, 2000 տարի առաջ արդեն հոգացել է, այն մեղքի պատնեշը, որ մարդու եւ Աստծու միջև կա, Հիսուս իր մարմնով քանդեց։ Մնում է մարդիկ այս ճշմարտությունը ընդունեն, ասել է թե Քրիստոսին իրենց կյանքերի մեջ ընդունեն եւ այդ հաշտությունը Աստծու հետ կունենան։ Եվ ամեն բանի վրա հավատքի վահանը առեք, որով կարող պիտի լակ չարի բոլոր կրակոտ նետերը մարել եւ փրկության սաղավարտը առեք։ Սա ինչ է։ Մեր փրկված լինելու վստահությունը, որ սատանան մտքիդ հետ չխաղա, երբ որ մի սխալ անես, մի մեղ գործես, անմիջապես նա պատրաստ է։ Դու ես փրկված, դու փրկված չես, տեսար ինչ մեղ գործեցիր, տեսար ինչպես վարվեցիր, որպեսզի կարող լինես ասելու, յետիսանցի սատանա, իմ Տիրոջ արյունը, իմ խոստովանած մեղքերը սրբում է եւ սրբելու է։ Եվ հոգուց սուրը, որ է Աստծո խոսքը միակ պատերազմող զենքը, որ մենք կարող ենք ունենալ։ Աղոթքով եւ խնդրվածքով ամեն ատեն աղոթք արեք հոգիով, այս բանի վրա հսկեցեք կատարյալ հարատեությամբ եւ աղաչանքով բոլոր սուրբերի համար։ Աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությամբ Տիրոջ առջև գնանք, ոչ միայն առաջնահայտ սեպենք մեր պետքերը, Տեր Աստված, այս, հոգևորը խնդրեցեք եւ մարմնավորը ձեզ պիտի տրվի, Աստծո թագավորությունը խնդրեցեք, Տիրոջ գալուստը խնդրեցեք, միաբանորեն խնդրենք Տիրոջ երկրորդ գալուստը։ Այս նշվածներից ամեն մեկը Աստծո կողմից մեզ տրամադրված է։ Եվ մեզանից է կախված, թե մենք որ չափով ենք ստացել եւ ցանկություն ունենք ստանալու, որպեսզի այս հոգևոր պատերազմի մեջ, որ մենք ընդգրկվեցինք ուզելով կամ չուզելով, երբ որ Քրիստոսին գալիս ենք, հոգևոր պատերազմի մեջ ենք արդեն մտնում, մեր առաջնորդը Տեր Հիսուս Քրիստոս է, որ հաղթական է եւ մենք էլ իրենով վերջնական հաղթություն պիտի ունենանք, բայց նաև ամենօրյա կյանքի մեջ, որպեսզի կարողանանք հաղթանակներ գրանցել։ Լավ, կթվա մի քիչ խճճված էր այս ամենը, որ մեկը հիշենք, որը ամենապարզ բացատրությունը հետևյալն է։ Անբարենք աստվածային գիտելիքներ եւ գործադրության դնենք։ Ահա Երբ որ այս բան անենք, այդ պատերազմի մեջ մենք հաղթական կգտնվենք։ Պողոս առաքյալը Հռոմեացիներին է գրում 12-րդ գլուխ եւ 2-րդ համարն է։ Ձեր մտքի նորոգությամբ նորոգվեք։ Եվ սա շարունակական բան է, միջև մեր կյանքի մեջ, վերջ, որպեսզի հասկանանք, ճանաչենք, որն է Աստծո կամքը, եւ այդ կամքը ինչպիսին է, բարի է, հաճելի է, կատարյալ է։ Այս խավար աշխարհի մեջ առաջնորդվելու համար մենք պետքություն ունենք լույսի։ Եվ այդ լույսը աստվածային ճրագն է։ Իմ խոսքս ձեր ոտքերին ճրագ եւ ձեր շավիղներին լույս է։ Այս խավար աշխարհի մեջ մենք Հիսուսի լույսի պետքություն ունենք։ Եվ նաեւ հետևյալ զգուշացումը Պետրոս առաքյալն է բերում եւ շատ տեղին եւ լավ կանենք, որ ուշադրություն դարձնենք եւ մեր մտքի մեջ պահենք
առաջին նամակում է գրում Պետրոս առաքյալը 5-րդ գլուխ եւ 8 համար արթուն կեցեք հսկեցեք վասնզի ձեր հակառակորդը սատանան մռնչող առուծի պես ձեր 4 կողմը պտտում է ում պիտի կուլ տա սա չի նշանակում որ մեր փրկությունը կարող է վերցնել Քավլիցի, բայց մեր հոգևոր կյանքը կարող է խարխուլ դարձնել։ Հետևաբար մենք պետքություն ունենք մշտապես արթուն կենալու հավատքի կյանքի մեջ։ Ճանաչենք մեր թշնամուն, նրա հնարքները ճանաչենք, նրա մեքենայնությունները, մաշիննիչествը ճանաչենք, ինչ մանիպուլյացիաներ, ինչ հնարքներ է նա գործադրում։ Եվ նրա գլխավոր զենքը որն է, այդ մասին բազմիցս խոսել ենք, սուտը։ Սուտը սատանայի ամենազորավոր զենքն է, որովհետև ինքը համարվում է ստության հայրը։ Դրա համար ճշմարտությունը խոսենք մեկըզմեկ։ Ճշմարտությունը։ Տերը թող մեր անձերը խոնարեցնի իր առջև եւ նաեւ կարողանանք միմյանց առջև խոնար գտնվել։ Խոնարհություն։ Ոմանց կողմից այն համարվում է որպես թուլություն, բայց Աստծո կողմից այն զորություն եւ հաղթանակ է։ Այդպես անելով Աստծո բազմազան շնորհներից նորանոր պարգևներ կստանանք։ Եթե խոնար չենք, չսպասենք այս պարգևները ստանալուն։ Պիտի խոնարենք, որ ստանանք։ Աստծուն հնազանդվել ինչ է նշանակում։ Հնազանդվել խոսքին։ Լոգոս ինքը մարդացած Աստված ներկայացնում է լոգոսը Քրիստոսը։ Այս կերպով հակառակ կենանք սատանային։ Եվ հաջորդ համարը ասում էր 8-րդը Աստծուն մոտենանք եւ նա ձեզ պիտի մոտենա։ Եթե մոտենանք, այսպիսի պատվիրան է տրված, նշանակում է բավական հեռու ենք։ Որքան ենք հեռու Աստծուց, ֆիզիկական հեռավորությունը, որքան է, ասենք 40 միլիոն լուսային տարի, հա? Որքան։ Մենք եթե միլիոնավոր տարիներ լույսի արագությամբ ընթանանք, չենք հասնելու այնտեղ, որովհետև գրված է Աստված անմերձանալի լույսերի մեջ է բնակվում եւ ունի միմիայն անմահություն։ Մարդկությունը զարգացել է, հրթիռներ են ուղարկում տիեզերք, ամենազարգացածը, ամենահեռու գնացողը շատ հեռու պիտի գտնվի Աստծո թագավորությունից։ Բայց հիմա շատ տրամաբանական մի հարցում կարող է առաջանալ, եթե այդպես է, մենք երկինք ինչպես պիտի գնանք, հա? Երկինք տանողը Սուրբ Հոգին է։ Մեկ ակնթարթի մեջ աչքդ փակելու, բացելու մեջ 0.11 հարյուրորդական վայրկյանի, արևմտահայերենով 3 վայրկյանի մեջ մարմնից բացակա Աստծո ներկայության մեջ հավատացյալների համար, մարմնից բացակա դժոխքի կրակների մեջ անհավատ մարդկանց համար։ Ցավալի է, բայց ճշմարտությունը պիտի ասենք։ Ով հայ ժողովուրդ մի խապվի քո քրիստոնյա անունը կրելով, մոմ վառելով, Քրիստոս եթե քո կյանքի Տերը եւ Փրկիչը չէ, դու քրիստոնյա չես, անգամ եթե կոչվում ես, եւ սատանան այս կերպով խաբում է։ Հիսուս ասաց. Ես եմ ճանապարհը դեպի երկինք, միակ ճանապարհը, միակ ճշմարտությունը եւ կյանքը հավիտենական։ Ամեն բան Տեր Հիսուսով է։ Եթե նա քո կյանքի Տերն է եւ Փրկիչն է, փառք Աստծո, եթե չէ այսօր դու ունես այդ հնարավորությունը, սիրտդ խոնարեցնելով նրան հրավիրես քո կյանքիդ մեջ եւ խոստովանես քո մեղքերդ, ինչ որ խոսքով, գործով, խորհուրդներով կատարել ես։
Չես կարող բոլորը հիշել ինչ էլ որ արել ես, միայն Տիրոջը խոստովանի. Տեր Հիսուս, խնդրում եմ իմ մեղքերը ների։ Մենք էլ մի ժամանակ այդ կարգավիճակ ունեինք, բայց խնդրեցինք Տիրոջը, մեր մեղքերը ներեց, եկավ իր հոգիով մեր մեջ բնակվեց, մեզ լուսավորեց, այսօր մենք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ենք, այդպես է թե չէ։ Երջանիկ ասում ենք, սա չի նշանակում, խնդիրներ, պրոբլեմներ չունենք, միգուցե շատ էլ ունենք ու շատ փորձություններով էլ անցնում ենք, բայց այդ ամենի մեջ մենք երջանիկ ենք Տեր Հիսուս Քրիստոսով։ Կարդանք Տիմոթեոսին գրած նամակը, Պողոս առաքյալը այսպես է գրում, տեսնենք մեր Տերը որտեղ է, առաջին նամակ, 6-րդ գլուխ 14-ից 16 համարները, պատվիրում է Պողոս առաքյալ Տիմոթեոսին, դու այդ պատվերը անբիծ անանատ պահես և բազմաթիվ պատվերներ տվեց, որպես երիտասարդ մեկը, որ Աստծո դաշտի մեջ է արդեն, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ իր ատենին պիտի ցույց տա երանելին և միմիայն հզորը, թագավորների թագավորը և տերերի տերը, որ ունի միմիայն անմահություն և անմերձանալի լույսի մեջ բնակված է, որ մարդկանցից մեկը չտեսավ, ոչ էլ տեսնելու կարող է, որում պատիվ և զորություն և փառք ու երկրպագություն, հիմա և հավիտյան, ամեն։ Եվ այդ անտեսանելի, և այդ անհասանելի Աստվածը ինքը հասավ մարդկանց։ Մնացած բոլոր կրոնները հրամայում են, որ մարդը իր գործերով, իր կյանքով պիտի Աստծուն հասնի, բարի պիտի լինի, որ չափ բարի, որ չափն է բավարար բարի լինելու, և մանավանդ, որ Աստված ասում է, մարդու սիրտը ամեն բանի չար ու խիստ խաբեբայ է, բարի չկա և ոչ մեկը, մեկ բարի կա և նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Եվ երբ որ Աստված Սուրբ Հոգիով գալիս է և բնակվում է հավատացյալների մեջ, իր հետ բերում է Սուրբ Հոգու պտուղը 9 բաղադրիչներով, որոնցից մեկն էլ նաև բարիությունն է։ Աստված մարմնով հայտնվեց, որպեսզի մենք նրան ճանաչենք, մարդկային հասարակության մեջ հայտնվեց, և Հովհաննես առաքյալը մեզ հրաշալի պարզաբանումներ է բերում, Հովհաննու ավետարան, առաջի գլուխ 14 համարը կարդանք, ապա 18-ը, բանը Աստծո խոսքը, բանականությունը, իմացականությունը, մարմին եղավ և մեր մեջ բնակվեց, և նրա փառքը տեսանք, հորմեն միացնի փառքի պես, շնորհքով և ճշմարտությունով լեցուն, հայտնվեց, փաստ եղավ, և նաև 18 համարը, մեկը երբեք Աստված տեսած չէ, բայց միածին որդին, որ հոր ծոցն է, չի ասում հոր ծոցներ, ասում է հոր ծոցն է, թեև երկրի վրա է գտնում, նա պատմեց, ճանաչել Հիսուսին կնշանակի ճանաչել այդ անմերձանալի լույսերի մեջ բնակող Աստծուն։ Ճանաչելու համար ինչ է պետք, ճաշակել նրա քաղցրությունը և սերը, իսկ ճաշակելու համար ինչ է պետք, որ մեկը Տեր Հիսուսին որպես Տեր և Փրկիչ ընդունի։ Հիմա ետևից առաջ եկանք, առաջից ետև գնանք։ Առաջի քայլը Հիսուսին Տեր և Փրկիչ ընդունելն է, և այս պրոցեսը կամ այս գործընթացը կոչվում է ապաշխարություն, repentance անգլերենով կամ պակայանիե ռուսերեն, մեթանոյա հունարենով, նշանակում է մտքի և սրտի փոփոխություն, նշանակում է Քրիստոսին ընդունես կյանքիդ մեջ, ապաշխարել, աշխարհին հակառակ գնալ, այն լայն ճանապարհը, որ սատանան գծեց և մարդկությանը դեպի դժոխք է տանում,
դրան հակառակ կենալ, այլ կերպ ասած մեղքին դեմ դնել։ Ապաշխարել նշանակում է Հիսուսը գա քո կյանքիդ մեջ եւ քո կյանքիդ Տերը լինի ու Փրկիչը։ Եվ որքան որ մենք ճաշակում ենք, նրա քաղցրությունը եւ սերն ենք վայելում, օրհնյալ է մեր Տերը։ Դրա համար ինչ է պետք։ Մարդ ինքը քայլ պիտի անի, այո պիտի ասի։ Մենք էլ ոչ մի բան չգիտենք մի ժամանակ, հա։ Երբ որ լսեցինք ճշմարտության խոսքը, մեր փրկության ավետարանը, ինչ արեցինք։ Ասեցինք լավ է, բայց մեզ համար չէ, հավատացինք, այո ասեցինք, ընդունեցինք, մեր սրտերը չխստացրեցինք եւ Տերը եկավ մեր կյանքերի մեջ։ Եթե մեկը անկեղծությամբ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի։ Այդպես է գրված, եկեք կարդանք Հռոմեացիների նամակ 10-րդ գլուխ 5 համարից։ Վասնզի Մովսես օրենքեն եղած արդարությունը հաստատեց ըսելով։ Այն ժամանակ, երբ որ օրենքը տրվեց, ուզում ես Աստծո առջև արդարանալ, օրենքի բոլոր կետերը պիտի պահես։ Այդ թվում նաև ծիսական, հարյուրավոր օրենքի կետեր, մեկին պարտական եղար, ամբողջ օրենքը չես կատարած։ Բայց հավատքից եղած արդարությունը այսպես է. մի սեր քո սրտիդ մեջ, ով պիտի ելնե երկինք, այսինքն Քրիստոսի իջեցնելու, կամ թե ով պիտի իջնե անդունդը, այսինքն Քրիստոսը մեռելներին հանելու, հապա ինչ կսե, խոսքը մոտդ է, քո շրթունքիդ վրա է եւ քո սրտիդ մեջ է, այսինքն հավատքի խոսքը, որ մենք կքարոզենք։ Վասնզի եթե քո բերանովդ Հիսուսին Տեր խոստովանես եւ քո սրտիդ մեջ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարուցանես, պիտի փրկվես։ Ահա պարզ այս միջոցով Աստված իր պատկերի եւ նմանության պես ստեղծած մարդուց մեկ բան է ակնկալում, միայն հավատալ, այո ասել, ընդունել։ Վասնզի սրտով կհավատա մեկը արդարնալու համար ու բերանով կխոստովանի փրկվելու համար։ Քանզի գիրքը կսե ամեն ով որ նրան հավատա պիտի չամաչի։ Մենք գիտենք ու մենք հավատացել։ Երկինք ու երկիր ստեղծող Աստծուն ենք հավատացել, որ մեզ հավիտենական կյանք խոստացավ, որ նաև հազարամյա սքանչելի թագավորությունը իր հետ միասին պիտի լինենք, որից հետո նոր երկինք ու նոր երկիր, որի մեջ արդարությունն է բնակվում, Տեր Հիսուսի հետ պիտի լինենք։ Վասնզի խտրություն չկա ոչ մեկին, հրեային, հույնին, ամենքի Տերը նույնն է, որ առատությամբ կհասնի անոնց, որոնք ինչ կանեն, իրեն կկանչեն, ինչ կա այստեղ, ազատ կամքի արկայություն, բացահայտ է, քանզի ով որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի։ Եվ ինչպես պիտի կանչեն, եթե չեն լսել, ուրեմն պիտի լսեն, իսկ լսելու համար պիտի խոսվի, եւ մարդիկ պիտի իմանան Աստծո խոսքը։ Իսկ Աստծո հետ այս գործառույթը շուտվանից ավարտածների համար, ասենք 20 տարի առաջ ես ապաշխարել։ Պետքություն չկա մասնավոր նորից ապաշխարես Հիսուսին ընդունես։ Արդեն քո կյանքիդ մեջ է պատվիրան կա Աստծուն մոտենալ։ Ավելի եւ ավելի մոտենալ։ Տեսեք, Աստված մեզ ինչպիսի առանձնաշնորհ է տվել, Եբրայեցիս 10-րդ գլուխ 19 համար ասում է. եղբայրներ, մենք համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու, այն նոր ու կենդանի ճամփով, որ բացավ մեզի վարակույրի միջից։ Տերը այդ մեղքի վարակույրը բացեց եւ երկնային ճանապարհը մենք աղոթքներով այդ անջրպետը անհասանելի այդ տարածքը կարող ենք կտրել եւ երկնային սրբարան մտնել։ Հասկանում եք, Տերը մեզ ինչպիսի առանձնաշնորհ է տվել։ Սրա հետ միասին մենք ամեն ատեն պետք է մոտենանք, ցավոք սրտի պիտի ասենք, որ 21-րդ դարի քրիստոնեությունը, ի նկատի ունենք ճշմարիտ քրիստոնյաներին, գնալով ավելի գաղջանում է։ Մարդիկ ավելի տարվում են աշխարհային բաներով, քան հոգևորով։
Եվ սա շատ ցավալի է, Աստծո հետ հեռվից հեռու։ Ճիշտ է, որ արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենանք, բայց արդարության արեգակին պիտի մոտենանք որքան հնարավոր է։ Ամեն մոտենալուց պիտի վայելենք նրա սերը ու նրա քաղցրությունը և դա անենք ամեն օր։ Լավ, այսքան եկանք, ամենապարզ բացատրությունը որն է։ Ամեն բան Աստծո խոսքի հետ է կապված։ Առատությամբ ուտենք, անխնա ուտենք Աստծո խոսքը։ Ոչ խոլեստերոլ կա մեջը, ոչ շաքար կա, բայց մեծ քաղցրություն ունի աստվածային։ Օգուտից բացի ոչ մի վնաս։ Դեռ ավելին, մեր անձերը պիտի շինվեն աստվածային շնորհներով եւ առաքինություններով։ Խոսքը որպես մեր հոգևոր կերակուրը, օրվա մեջ 10 անգամ կեր։ Մարդ միայն հացով չի ապրում, այլ Աստծո բերանից ելած ամեն խոսքով։ Կարդանք Աստծո խոսքը, լսենք Աստծո խոսքը, ողջամիտ եւ անխարդախ խոսքը։ Ինչու ենք նշում մասնավոր, անխարդախ, որովհետև խարդախված այս օրերի մեջ, վերջին ժամանակների, ինչպես առաքյալները գրեցին, Տեր Հիսուսն է զգուշացրեց, խարդախված խոսք, որքան ասեք, շեղված, արդեն այդ խոսքը դարձել են հոգեբանություն։ Աստվածաբանությունը իջեցրել են խոհանոցային մակարդակի։ Ուրեմն խոստանում ենք Տիրոջ առջև, որ ամեն օր Աստծո անխարդախ խոսքը ունենանք։ Խոստանում ենք։ Այո է։ Ամեն։ Խոստանում ենք, որ ամեն պարագաների մեջ գոհունակ սիրտ ունենանք։ Ինչ էլ որ լինի։ Այս ամենը հիմնանորոգության մասնիկներ են, որոնք ամբողջանում են եւ մեր անձը հիմնանորոգվում է։ Գոհունակ սիրտ նշանակում է ոչ մի տրտունջ, ոչ մի բողոքել։ Որքան ենք օրական մենք աղոթում։ Եթե 0 է, ուրեմն աղոթքի կյանք չունես, ձախողված ես։ Եթե 1 է, շատ քիչ է։ Բազմապատկենք մեր աղոթքները, ամեն հարմար առիթի աղոթենք, բացաձայն անգամ մեր մտքի մեջ առանձնացած, թե մարդկանց շրջապատում աղոթենք, Տերը սպասում է մեր աղոթներին, որ պիտի սկսվի Աստծո փառաբանությամբ, նրա անունը բարձրացնելով եւ նաեւ հոգեվոր խնդրվածքներով եւ Աստված մնացածը գիտի, թե մենք ինչի պետքություն ունենք։ Տիրոջ խոսքը անգիր արա, memorize, քո մտքիդ եւ սրտիդ մեջ թող արմատներ գցի։ Դա մեր հոգեվոր պատերազմի սուրն է, թշնամու դեմ, Աստծո խոսքով, գրված է, քանդում է ամբողջ լեռներ, գրված է Աստծո խոսքը։ Եվ նաև մեկտեղ հավաքվելը երբեք չթողնենք։ Առիթը Տիրոջը հանդիպելու։ Եթե երբևէ դեռևս սերտողության դասի չես եկած, քո առջևդ առաջադրանք դիր եւ ունես դրա կարողությունը գալու եւ մասնակից լինելու Աստծո քաղցր խոսքի սերտողությանը եւ լսվելու Տիրոջ խոսքով։ Ուրեմն այսօրվա մեր նյութի եւ հիմնանորոգության կարևոր բաղադրիչ առաջին նախապայմանը որն էր խոնարհություն։ Այդ խոնարհությունը իր հետ բերում է նաեւ աստվածային սերը, Տիրոջը հնազանդվենք, սատանային հակառակ կենանք եւ Աստծուն մոտենանք, որքան հնարավոր է ավելի մոտ։ Եվ այսպես թող մեր անձերը եւ հոգեվոր կյանքը հիմնանորոգվեն միջև Տիրոջ գալուստը։ Աստված օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին ամեն։